Բաքվում, որտեղ ըստ էության ոչ թե նախկին ղեկավարներն են Արցախի դատվում, այլ Հայաստանի Հանրապետությունը, երբ ուսումնասիրում ենք մեղադրանքները, հասկանալի է դառնում, որ այնտեղ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունն են մեղադրյալի կարգավիճակում։ Գիտեք, շատ ճիշտ եք շեշտում, որ Հայաստանի Հանրապետությանն են դատում։ Դատում են ինձ, ձեզ, ամբողջ հայ ժողովրդին։ Իշխանությունները ինչ են անում։ Եթե սենց առողջ տրամաբանորեն վերլուծենք, իշխանությունները անում են ամեն ինչ, որ այդ մարդիկ դատվեն։ Այդ մարդկանց հետ մեկտեղ դատվի Հայաստանի Հանրապետությունը ժողովրդով։ Եղիշե Կիրակոսյան, եթե չեմ սխալվում, Միեդու մեր ներկայացուցիչներ ու ոնց որ թե հաջողությունների էր հասնում այդ տղան, կարում էր աշխատեր, պայքարում էր, ցկտում էր, հիմա եթե ուսումնասիրում ենք մամուլը, տարաձայնություն է ելել Նիկոլ Փաշինյանի հետ, որ այդ գործերը, քրեական գործերը, պատերազմական հանցագործություն, բան, ինչ որ Ալիևի հետ կապված, որ հետ կանչվի, ինչի համար հետ կանչվի, ես չգիտեմ, այդ ինչ պայմանավորվածություն ունի իշխանությունը Ալիևի հետ։ Վերագրում են իբր խաղաղության պայմանագիր, բայց խաղաղության պայմանագիր երբևիցե Ադրբեջանը չի ստորագրի։ Ադրբեջանը ինքը Թուրքիայի սատելիտ երկիրն է, եւ այն ինչ որ այսօր Թուրքիան Սիրիայում անում, հավատացեք, որ նույն բանը Հայաստանում կանի։ Այն էլ են դեպքում, որ Եվրոպամետներ ինչ որ Մեհրաբյան Ռուբեն բան, որ ռուսական ռազմաբազան պետքա դուրս գա Հայաստանից, մյուս։ Նիկոլ Փաշինյանը իր թիմով ամբողջությամբ նպաստում է այն ծրագրին, ինչ որ Ալիևն ու Էրդողանը այսօր բարձրաձայն հայտարարում են։ Եթե Էրդողանը ինչ որ տեղ ասում է, բանակցում ենք, պետքա խաղաղ լինի Հարավային Կովկասում, մենք դա հարյուրավոր տարիներ տեսել ենք, մեր արյան կյանքի գնի հաշվին այդ խաղաղությունը։ Դուք ասացիք ամեն ինչ անում են, որ այդ մարդիկ դատվեն, օրինակ Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք տեսնում ենք, որ ուղիղ մեղադրում են, որ գերի է ընկել, ոչ վաղ անցյալում անգամ այսպիսի առաջարկություններ էին իշխանությունների կողմից հնչում, որ ավելի լավ էր օրինակ ինքնասպան լինեին, քան գերի ընկնեին։ Գիտեք, ինչքանով ես տեղյակ եմ, իհարկե մամուլից, տարբեր ասուխոսներից, մեր Արցախի իշխանավորները գերի են ընկել պայմանով, որպեսզի թույլ տան ժողովուրդը դուրս գան։ Հիմա այս մարդիկ ինքնասպան լինեին կամ գերի չհանձնվեին, կարող է հազարավոր, տասնյակ հազարավոր ժողովրդին կոտորեին։ Թուրքիան, շոժը պետքա իրականության հետ հաշվի նստենք։ Այս մարդիկ միգուցե իրանց անձնազոհել են գերին գնելով, որ փրկվի այդ ժողովուրդը։ Այսպես վերցնելու մեղադրել Ռուբեն Վարդանյանը բացի որ ինքը ճանաչված անձնավորություն աշխարհով, նաև ոնց հասկանում ենք շատ ճիշտ հայ տղամարդ է, իր պահվածքով, իր ամեն ինչով։ Ինձ թվում է այդ գերին գնելու փաստի հետ կապված կոռեկտ չի լինի ավելորդություններ դուրս տալ, որովհետև Ռուբեն Վարդանյանի ուղերձի հետ կապված ինչ կարող եք ասել։ Ուղերձի հետ կապված եմ ասում, որ նաև ցիկ հայ տղամարդ է, ուժեղ տղամարդ է, չգիտեմ, կենացելներ, սրտի ցանկություններ, ես կուզենայի Ռուբեն Վարդանյանի նման մարդ այսօր Հայաստանում մեր նոր ձևավորված կառույցում լիներ։ Ուղերձը, գիտեք, ուղերձը մի քիչ մեզ ավելի շատ ուժ է տալիս, ընդհանրապես, որ ինքը դիմանում է, ունդեղ էլի կան մարդիկ, որ Փառք Աստծո տղամարդավարի դիմանում են այդ հալածանքներին։ Իսկ այս իշխանությունները ինչի են վախեցած նույն Արցախի նախկին ղեկավարությունից եւ ոչ միայն Արցախի նախկին ղեկավարությունից, որովհետեւ պարբերաբար մենք ականատես ենք լինում, թե ինչպես են այստեղ, եթե այնտեղ Ադրբեջանն է հետապնդում Արցախի բարձր ղեկավարությունը, այստեղ տեսնում ենք, թե իշխանությունները ինչ հետապնդումներ են իրականացնում, հատկապես օրինակ Նիկոլ Փաշինյանի դեմ ենթադրյալ մահափորձերի գործերով, որտեղ դրանք մի քանիսն են Սիսական ջոկատի հրամանատարի գործից սկսած մինչև Բազեյան, իսկ Սերոբ Գասպարյանի պարագայում էլ գիտեք իշխանազավթում։ Ինչից են վախեցած այս իշխանությունները։ Ինձ թվում է իշխանությունները շատ կոնկրետ հանձնարարություն են կատարում, ոչ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Հանձնարարությունը
պետք է ավարտին հասցնեն։ Եթե ստացվի այնպես, որ Ռուբեն Վարդանյանը եւ Արցախի նախկին ղեկավարությունը, իհարկե ես չեմ ուզենա իմ Արցախի նախկին ղեկավարության հետ կապված Քրեական գործերին արդեն այստեղ նկատի ունեմ հայաստանյան քաղաքական այսպես գործերին։ Այս ամեն ինչը կարող խանգարի Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին կատարել այն հանձնարարությունը, որ իրանք անում են։ Այսինքն մի քիչ ավելի պարզ ասեմ, Հայաստանը պետք է քայքայվի, ինչքան հնարավոր է շատ զոհ տվացվի, երևի ես այդ վերլուծությանն եմ գալիս, այդ իմ սեփական կարծիքն է, որտեղ 6-7 տարին ավելի ճիշտ 20 թվականից հետո ես մենակ եմ տեսնում Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցը այրան ծառավ են, հայ արունը երևի շատ համով է, ես չգիտեմ ուզում են այդ շարունակություն անեն Արցախյան այդ երկրորդ պատերազմի նման ինչ-որ մի բան Հայաստանի սահմաններում անեն, Հայաստանում երբ պիտի սպիտակ դրոշ բարձրացնեն, ինչ անեն։ Իսկ այդ մարդիկ, ձեր թվարկած մարդիկ, ովքեր այսօր քրեական գործերով անցնում են, այս ամեն ինչը արդեն հասկացել են վաղուց, պայքարում են, որ սրա դեմն առնեն։ Իսկ եթե դեմը առան, բնականաբար հանձնարարությունը չի կատարվի իրանց երևի թե իրանք էլ պարտք կմնան պետք է պատասխան տան որ իրանց հանձնարարել է քայքայել Հայաստանը կոտորել հայ ժողովրդին կան տեսակետներ որ սովորաբար ով բերում է ինքն էլ զբաղվում է չեզոքացում աշխարհում բոլոր այսպիսի անհասկանալի ղեկավարները ովքեր քայքայել ու շատ արուն են թափել շատ վատ ավարտ են ունենում եւ պատվիրատուի կողմից եւ զոհի կողմից Օրինակ 15 թվականի կազմակերպիչների վերջը տեսանք, չէ՞, Թալյատ ել մյուս արաբական երկրներում դիկտատորների վերջը տեսանք։ Չէ, որ Նիկոլ Փաշինյանը շատ վատ ավարտ ունենալու, բայց ում ձեռքով չգիտեմ, ում ձեռքով, բայց ավարտը շատ վատ է լինել։ Միգուցե պատվիրատուի ձեռքով, միգուցե, որովհետև աշխարհը մաֆիա է։